հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր իրականացնելու։ Մենք բազմաթիվ նախագծեր քննարկել, մասնավորապես այդ թվում սահմանների կառավարման ոլորտում համագործակցությամբ ուղղությամբ։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք ցանկանում ենք եւ ինչպես նախագահ ֆոն դեր Լայենը նշեց, Հայաստանը դարձնել շատ ցանկալի եւ պոպուլյար ուղղություն։ Դրա համար մենք պետք է հեշտացնենք մարդկանց ճամփորդելու հետ կապված հարցերը։ Սկսած նրանից, ես կառավարության նիստերում եմ ասել, որ առաջիկան բիոմետրիկ կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ մենք պետք է սահմանի անկոնտակտ հատման ենթակառուցվածքներ ունենանք մեր սահմանային անցման բոլոր կետերում, օդանավակայաններում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք մասնավորապես քննարկում ենք նաեւ, դուք գիտեք, որ այսօր արդեն Եվրամիությունը շատ կոնկրետ ներդրում ունի մեր սահմանների կառավարման գործում։ Ի վերջո Հայաստան իրան սահմանի ագարակ սահմանային կետը եւ հարակից ենթակառուցվածքները կառուցվում են եվրոպական ներդրումների շնորհիվ եւ միջոցով եւ իհարկե տարածաշրջանի կապակցվածությամբ ուղղությամբ կան նախագծեր, այդ թվում հենվելով այն իրողության վրա, որ արևելքից արևմուտք, ինչպես նախագահ ֆոն դեր Լայենը ընդլայնված կազմով քննարկումների իր բացման խոսքում ասեց, արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետություն։ Ես երբ որ խոսում եմ աշխարհագրական դիրքի մասին, մենք ընդհանրապես սովորենք հարցերը թվագրել եվրոյով, դոլարով, դրամով, բայց այս նախադասությունը արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհ անցնում է Հայաստանի Հանրապետության միջոցով, տասնյակ հարյուրավոր միլիարդների եւ տրիլիոնի արժեք ունի։ Միայն այս նախադասությունը, սա նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ միլիարդների, եթե ոչ հարյուրավոր, ոչ տրիլիոն, ես այդ հաշվարկներից լավ չեմ, պոտենցիալ կա։ Եվ մենք շնորհակալ ենք Եվրամիության մեր գործընկերներին այդ պոտենցիալը նաև մեզ համար բացահայտելու համար, որովհետև շատ հաճախ է պատահում, որ մենք այն ինչ որ ակնհայտ մեր աչքի առաջ մենք դա պարզապես չենք նկատում։ Thank you. Շնորհակալություն։